Ողջույն, Անի կենտրոնի Ժիրայր Սարգսյան գրադարան ստուդիայում զրույցների այս շարքը իրականացնում ենք Ալիք մեդիայի հետ համատեղ, շնորհակալություն Հակոբ Հովակիմյան հիշատակի նախաձեռնությանը, զրույցների այս շարքի հյուրը Տեր-Հետում Քահանա Թարվերդյանն է, Աղթալայի Սուրբ Աստվածածին վանքի վանահայր։ Ես ուզում եմ մեր խոսակցությունը շարունակենք 1441-ից մինչև Առաջին Հանրապետություն։ Ես զգում եմ, որ սա ինչ մեծ ժամանակահատված է եւ ինչքան կարելի է խոսել, բայց այսպես ասեմ դրվագային եմ ուզում էլի անդրադառնանք 1441-ին, ուրեմն վերադարձ Մայրաթոր, մի շրջան, երբ որ Արևելյան Հայաստան Արարատյան դաշտավայրը ասպատակվում էր թուրքական ցեղերի կողմից, ապա ռուսական շրջան, ռուսները եկան, ազատագրեցին կամ գրավեցին, ինչ բառ ուզում ենք ասենք, եւ ունեցանք վարչական միավոր Արմյանսկայա օբլաստ, դա ես համարում եմ քաղաքական կարևորագույն ձեռքբերում եւ այսօրվա Հայաստանի Հանրապետության հիմքն եմ ես համարում, եւ ունեցանք Պալաժենին հայտնի, երբ որ արդեն հայոց կաթողիկոսներին ընտրում էր փաստորեն Ռոմանովների ցարը։ Սկսենք սրանից, ինչ կասեք։ Ուրեմն 1441-ից կաթողիկոսական գահը տեղափոխվում է Մայրաթոր Սուրբ Էջմիածին եւ սկսում է կազմավորվել վարչական կառույցները եւ մի շրջան է տեղափոխվում Աթոռը, ծանր շրջան, որ հայությունը գտնվում էր պատերազմների բեմին եւ գիտեք պատմության մեջ 15-ից 17-րդ դարերը համարվում են հայ ժողովրդի ամենանայվ ծանր շրջանները։ Պատմական աղբյուրները քիչ են խոսում այս մասին, անընդհատ պատերազմներ, 1555 թվականի բաժանումը, երրորդ բաժանումը, 1639 թվականի Կասրե Շիրինի 4-րդ բաժանումը եւ Սուրբ Էջմիածինը հայ ժողովուրդը ջլատված արյունահոսված այսպես վիճակում են եղել եւ սկսվել են եթե Էջմիածնում այսպես նվիրապետական կարգը թուլացել էր եւ եկեղեցին իր ազդեցությունը թուլացած վիճակում էր գտնվում, ինչքան էլ որ վերադարձրել էր լուսավորչի գահը, բայց փորձում էր այլ լծից, մամլուկների լծից անցնել մյուայս լծի մեջ, բայց մայր հողում, բայց կազմավորվել, որը դժվար process է եղել։ Բայց հաջորդ կարևոր դրվագը 1453 թվականին, երբ որ Կոստանդնուպոլսի գրավում էր, Մեհմեդ երկրորդը, եթե չեմ սխալվում, իմ հիշողությունը չի դավաճանում, գրավում է Պոլիսը եւ 1461 թվականին կազմավորվում է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունը։ Իդեպ, սա հետաքրքիր նյութ է, որ հույները, երբ որ քաղաքում էին ապրում, հայերը քաղաքից դուրս, պարսպից դուրս, սուլթանը հրաման է տալիս հակառակը տեղի ունենա։ Հայերն են գալիս քաղաք, հույները պարսպից դուրս են գալիս եւ պատրիարքությունը սկսում է կազմավորվել, ձևավորվել եւ պատրիարքությունը այդ շրջանում հզորանում է միջև Էջմիածինը կարողանա վերագտնել իր ուժերը, որը շատ 300 տարի էր հարկավոր։ Իսկ Պոլիսը, որ արդեն խաղաղ վիճակում էր, հայոց պատրիարքությունը ձևավորված էր, թեմերն էին հզորանում եւ հայությունը ավելի շատ կենտրոնացած էր Պոլսի պատրիարքության շուրջ եւ Պոլսի պատրիարքի դեմքին էին նայում։ Ուրիշ քննարկման նյութ է, որ սահմանադրությունը ընդունեցին 19-րդ դարում, կարծեմ կոչվում էր ազգային սահմանադրություն, որը 1863 թվականին եւ այդ ազգային սահմանադրությամբ, որ Պոլսի պատրիարքի դիրքը իջեցվեց, ինչ-որ չափով վերահսկողական մարմիններ տրվեցին, որը հայությունը ուզում էր, որպեսզի նաեւ ինքը հսկի եւ ազգային կառույցները հսկեն։ Դա քննարկման այլ նյութ է։ Պոլսի պատրիարքությունը 300 տարի մինչև Էջմիածինը կկարողանար վերգտնել իրեն, սկսեց կազմավորել իր կառույցները նաև խաղաղ պայմաններում։ Եվ խաղաղ պայմաններում ավելի կառույցները հաջողվում են, քան թե պատերազմական շրջաններում։ Եվ ինչպես մեր նախորդ հաղորդումների ընթացքում մենք խոսեցինք, վճռորոշ ձայն կաթողիկոսի ընտրության միջև ցեղասպանություն ունեցել են Պոլսո
պատրիարքները։ Իրենց կառույցներով, իրենց թեմերով։ Սա նաև նշանակում է, որ Օսմանյան կայսրությունն է ունեցել թե պարտադիր չէ այդ ազդեցությունը։ Կաթողիկոսի ընտրություն կամա եւ ակամա Անուղակի կերպ։ Այո, որտեղ մենք գիտենք, որ Պոլսո պատրիարքությունը եւ մի բան չմոռանանք, կայսրության մայրաքաղաքում էր։ Ոչ միայն կայսրության մայրաքաղաքը դնենք մի կողմ, նաեւ հայ ժողովուրդը, Արեմեցյան Հայաստանը, որ կար եւ բնակչությունը մեծ թիվ էր, իրենք օսմանահպատակ էին եւ Օսմանյան կայսրության քաղաքացիներ էին եւ մուշում, կարսում, արդահանում, էրզրումում եկեղեցական թեմեր կային կազմավորված, որոնք ենթարկվում էին ոչ թե Էջմիածնին, որը մոտ էր սահմանին, ենթարկվում էին ի հոգեվորս Պոլսո պատրիարքությանը։ Հիմա Մաղաքի arczepiskopos Օրմանյանը, որ եղել է Պոլսո պատրիարք, ինքը գալիս է Էջմիածնին, դարձնում է Ճեմարանի տեսուչ, բայց ինքնակամ է գալիս, բայց երկար տարիներ լինելով նաև Պոլսո պատրիարք եւ լինելով թեմի առաջնորդ, Կարինի առաջնորդ ենթարկվել է Պոլսո պատրիարքին։ Այո։ Եվ միջև ցեղասպանություն վճռորոշ ձայն են ունեցել Պոլսո պատրիարքները, բայց 1836 թվականի Պոլոժենիայով, երբ որ 28 թվականի Արևելյան Հայաստանը անցավ ռուսական կայսրության, իսկ 1801-ը Արևելյան Վրաստանը անցավ ռուսական կայսրության տիրապետության տակ, այսինքն Կովկասի ազդեցությունը այստեղ ռուսների ձեռքն էր, արդեն հոգևոր հարցերը ռուսները պետք է նաև իրենց վերահսկողության տակ առնեն։ Սա պատմության մեջ առաջին նախադեպը չի եղել։ Պետրոս մեծը, կայսրը, որը Ռոմանովների գիտեք ինչ տոհմին նշանավոր դեմքն է եղել եւ Ռուսաստանը ծովից ծով է սարքել, մեծ նավատորն է հիմնել, Պետրոսը նաեւ ռուսաց եկեղեցու պատրիարքությունը փակեց։ Եվ ստեղծեց այդ սինոդական ժողովը, որը անձամբ կայսրներ վերահսկում։ Իրենց մոտ այլևս պատրիարք չկար, կար մետրոպոլիտ։ Պատմության մեջ նաև հազար ու մի դեպքեր են եղել, որ պետությունը ինքը խառնվել է եւ ընտրություններին են մասնակցել։ Նույնիսկ պապի 1309 թվականից մինչև 1377 թվական պապերի Ավինյոնի այսպես գերության ժամանակաշրջան է եղել, մոտ 70 տարի եղել են գերության շրջան ֆրանսիական եւ թագավորներ վերոշում պապը ով պետք է լիներ։ Չմոռանանք պատմությունից 1524 թվականը Հենրիխ 8-րդը, երբ որ Հռոմի պապից թույլտվություն ստացավ ամուսնալուծվելու եւ ամուսնանալու նոր տիկիներ իրեն ընտրել, պապը թույլ չտվեց եւ գիտեք որ միջնադարում այս հարցերը շատ սուր էին դրված եւ Հենրիխ 8-րդը սկսեց անգլիկան եկեղեցու բաժանումը կաթոլիկ եկեղեցուց եւ ստեղծվեց Քենթերբերի arczepiskoposությունը։ Այսինքն միշտ այս լարվածությունը եղել է։ Մեր պարագան, որ մենք միշտ եղել ենք օտար լծի ազդեցության տակ, փորձել են նաեւ որպեսզի վերահսկողությունը անեն նաեւ մեզ վրա։ Հայ եկեղեցու քննադատները նաև այսպիսի մի բան են ասում են մեր կաթողիկոսները, մեր եկեղեցին միշտ օտարի նկատմամբ հանդուրժող է լինում, օրինակը բերելով հենց Պոլոժենիայի շրջանը, ինչու ոչ նաև խորհրդային այդ բռնատիրական շրջանը եւ ինչ որտեղ լռել է, հարմարվել է, բայց երբ որ մենք ունենք պետականություն, մեր եկեղեցին շատ ավելի իրեն ազատ է զգում, եթե կարող եմ այս բառապաշարն ասել, ինչ կարող եք ասել այս մասին։ Ուրեմն գիտեք, սա քննադատություն է, որ կա օդում եւ նորմալ է, տեսեք, պատմության մեջ նաեւ մենք դրվագներ պատմական ակնարկ անցկացրեցինք, շատ հաճախ նաեւ մեր պետական այրերը նույնպես փորձել են իրենք էլ եկեղեցու հարցերին խառնվեն եւ իրենք որոշումներ կայացնեն։ Եվ մենք տարբեր շրջաններ ենք ունեցել, որ կաթողիկոսների ընտրության նշանակման պարագայում թագավորներն են անցկացրել։ Ունեցել ենք պարագաներ նաեւ Կիլիկյան շրջանում։
Ճիշտ է, այդ հայտնի պատմությունները կան, որ նաև թագավոր Լևոն թագավորը, երբ որ պետք է օծվեր կոծվեր թագավոր ներողություն, լատինացիները եկան օծելու եւ կաթողիկոսին խնդրեց, որ ինքը չօծի իրեն, որովհետեւ հայ-լատինական միության խնդիրը կար եւ որոշում էր ազդեցություն տարածային, օրինակ Հետում երկրորդ թագավորը ազդեցություն տարածեր հայ եկեղեցու նկատմամբ կաթողիկոսի ընտրության եւ լատինացիների հետ միության հարցում։ Այո։ Միշտ եղել է այս խնդիրը։ Ինչու է պատմության մեջ եղել դրվագներ, որ եկեղեցին ավելի խիզախ է եղել իր հայրենի, այսպես պետական այրերի նկատմամբ, որովհետև կարծում եմ եկեղեցին նաև պահանջել է, որ իր ուրույն տեղը ունենա ազատ վիճակում, ազատ անկախ վիճակում։ Եկեղեցին ինչու է միշտ ձայն բարձրացնում ազատ, որովհետև այս եկեղեցին ունի իր դերակատարումը իր ժողովրդի ինքնության պահպանության գործում։ Այդ իսկ պատճառով եկեղեցին միշտ ասում է, որպեսզի իր ուրույն տեղը տվեք մեր անկախ պետականության մեջ եկեղեցում։ Հիմա տեսեք, մենք շատ վատ շրջանում ենք հիմա ապրում, բայց երրորդ հանրապետության հիմնադրության սկզբից եկեղեցու պետություն այս հարաբերությունները չի եղել։ Եվ եկեղեցին աջակցել է տեսանելի եւ անտեսանելի կերպով պետությանը եւ Ղարաբաղյան ճգնաժամում եւ ուրիշ մի բան ասես Սփյուռքում թեմերն են օգնել, որպեսզի առաջի դեսպանատները բացվեն։ Եվ նաև այդ էր պատճառը, որ Վազգեն Աղաջինը սիրվեց հայ ժողովրդի կողմից համընդհանուր հակասական է նույնիսկ այդ մոտեցումը, չմոռանանք, դուք ինձանից ավելի այո, որ ասում են ԿԿԲ-ի հետ համագործակցել, դա էլ գիտենք, եւ նաեւ կներեք Վազգեն վեհափառիներ էին հանիրավի կերպով մեղադրանքներ առաջացնում Լուսինե Զաքարյանի հետ։ Եվ երբ որ Ղարաբաղյան շարժումը սկսվեց, օպերայի այդ ազատության հրապարակը որ կա, Վազգեն վեհափառի նկարներն էին գցել փողոցները, իբրև թե որովհետև Վազգեն վեհափառը ելույթ ունեցավ, հայտնի իր ելույթը, ասեց ես կլռեմ։ Եվ հետո, երբ որ process-ը արդեն կասեցնել անհնար էր, եկեղեցին հասկացավ իր ընթացքը ինչպես պետք է կազմակերպի եւ իր անելիքները եւ կանգնեց անկախության կողքը, պետականության վերականգնման կողքը եւ Սփյուռքում եւ Էջմիածնում, Հայաստանում ամեն ինչ արեց, որպեսզի կարողանա կազմակերպել դիվանագիտական կորպուսը, ֆինանսական միջոցները, բանակում եւ մենք շատ բաներ կա, որ չգիտենք ինչ է տեղի ունեցել։ Նույնը տեղի ունեցավ պատերազմից հետո Գարեգին առաջինի հետ կապված հարաբերությունները եւ Գարեգին առաջինը լավագույն դեսպանն էր։ Նույն նորմալ հարաբերություններն են եղել նաև երկրորդ եւ երրորդ նախագահների միջև։ Ես ափսոսում եմ, որ այս ամեն ինչը այս վիճակին է հասել եւ միմիայն եկեղեցին հայ ժողովրդի զորացման համարը ինքը կանգնած 1700 տարուց ավել եւ այս անառողջ մթնոլորտը պետք է վերանա եւ լինի խաղաղություն եւ մեկ կարևոր բան Սուրբ Էջմիածինը միշտ կանգնած է իր առաքելության մեջ։ Գևորգ 5-րդ Սուրենյանցը երբ որ մի քանի կիլոմետր էր մնացել, որ եթե չեմ սխալվում Քյազին Կարաբեկիր Փաշան պետք է մուտք գործեր Էջմիածին, Մովսես Սիլիկյանը, կարծեմ Արամ Մանուկյանը եկան Գևորգ 5-րդ Սուրենյան համոզելու որ գնա բյուրական եւ ասաց ես Էջմիածին հայտնի կոչն է ոչ է ոչ հազար անգամ ոչ ես չեմ թողնի մայրա շատ ուժեղ տեքստ եւ ուժեղ տեքստ է եւ այն նաեւ այդ խոսքն էր պատճառը որ հայերը չփախան ռազմաճակատից եւ միավորվեցին սխալներ լինում են պատմության մեջ եւ դա մարկային է յուրաքանչյուրս հոգեվորական լինենք թե պետական այր սխալներ գործում ենք բայց երբեք պետք է չլինենք գայթակղություն մեր ժողովրդի համար մենք պետք է կոչված ենք որպեսզի լուծենք հարցերը մեր ժողովրդի բարօրության համար
Եվ վերջում էլի շատ է խոսում այս մասին, ես ուզում եմ անպայման այս հարցը բարձրացնեմ, երբ որ մենք խոսում ենք ցարերի կողմից ամենայն հայոց ընտրելու, երկուսից մեկին ընտրելու եւ այդ մեկը այդ ամենայն հայոցը ճամփորդում է Սանկտ Պետերբուրգ, նախորդ հաղորդումներից մեկի ժամանակ խոսեցինք, ադամանդակուր այդ թագն է ստանում վեղարի վրա, կրում է այդ ամեն ինչը եւ սա միջև հիմա պահպանվել է եւ սա համարում է ինչ-որ ձևով շարունակություն, հպատակություն այսօրվա Ռուսաստանին։ Չգիտեմ, անուղակի է սա այս ամեն ինչը եւ նաեւ այսօրվա իշխանությունները մեղադրում են այսօրվա ամենայն հայոց հայրապետին, որ նա ինչ որտեղ նաեւ նրա վրա ռուսական շրջանակներն ունեն ազդեցություն, ինչ կարող ենք ասել այս մասին։ Շատ բարի, ընդդիմադիրներին պատասխանեմ։ Իսկ եթե ռուսական շրջանակներ կան, ինչու եք ընդունում 3, ինչու ընդունեցիք 3 Տիկին Մատվիենկոին։ Ինչու եք ընդունում։ Քաղաքականությունը ինքը մտովի արվեստ է։ Եվ քաղաքականության մեջ չկան թշնամիներ, չկան բարեկամներ։ Քաղաքականությունը դա մի արվեստ է, որը ձևավորում է պետության միտքը եւ ժողովրդի հզորացումը եւ անվտանգությունը եւ հեռանկարը։ Մենք, այսպես ասեմ, ինչու չենք համարում պարսիկներին մեծ թշնամի։ Ժամանակին շահն էր որոշում նաեւ երկար շրջան կամենայն հայոց կաթողիկոսի ընտրության նաեւ հարցը։ Այդ նշված շրջանում նաև։ Այո։ Այդ մութ տարիներին։ Էլի քաղաքականության մենք վերադառնում։ Մենք, որովհետև մեր ժողովուրդը, որովհետև եկեղեցին ավելի ճիշտ, պետական բացակայության շրջանում, երբ որ պետության գործառույթները իր ուսերին է վերցրել, կամա թե ակամա մտել է քաղաքականության մեջ, որովհետև քաղաքական նաև որոշումներ է կայացրել։ Կարող է այդ որոշումները 100%-անոց իրենք չեն արդարացրել, բայց վերցրված էր միջինը եւ պատմությունն է դա ցույց տալիս, որտեղ մենք տարածաշրջանում դոմինանտ չենք եղել, ազգաբնակչությամբ չենք գերազանցել մեր հարևաններին եւ վիճակագրությունը դուք շատ լավ գիտեք, լավ գիտություն է։ Եվ մենք չենք կարող դոմինանտ լինել։ Եվ եկեղեցին ազգի պահպանման, գոյության հարցում եկեղեցու պահպանման վերջին կառույցի ստիպված է եղել նաև շատ դաժան, կոպիտ որոշումներ կայացնել։ Օրինակ, ձեր հաղորդումներն էի նայում, դուք վերլուծություն էիք կատարում Արցախյան վերջին դրվագների հետ կապված, որ պետք էր Արցախի իշխանությունները գնար Եվլախ կայացնել որոշումներ։ Այո։ Եվ դուք ասում եք, որ ինչքան էլ ծանր լինի, ինչքան էլ դժվար լինի, ինչքան էլ դուք շատ վատ վիճակում եք, բայց դուք պետք է պարտավորեք այդ կայացնեք այդ որոշումը։ Եվ եկեղեցին ցավոք սրտի տարբեր շրջաններում ինքը ծանր որոշումներ է կայացվել, այդ իսկ պատճառով թիրախավորվել է։ Շնորհակալ եմ այս հնարավորության համար, Տեր Հետում Քահանա Թարվերդյան, Աղթալայի Սուրբ Աստվածածին վանքի վանահայր, շնորհակալություն, որ վանքը թողեցիք եւ մի քանի ժամով եկաք եւ հյուրընկալվեցիք, շատ ուրախ եի ձեզ այս մերնով տաղավարում հյուրընկալելու, իսկ դուք հարգարժան բարեկամներ, մեկնաբանեք, հավանության նշան դրեք, կիսեք մեր այս տեսանյութերի շարքը, որպեսզի շատ ավելի մարդիկ կարողանան տեղեկանալ եկեղեցի պետություն հարաբերություններից։ Լավ մնացեք։